Ավագ չորեքշաբթին Քրիստոսի մատնության հիշատակի օրն է։ Համաձայնության գալով քահանայապետերի հետ Հիսուսի աշակերտներից Հուդան մատնում է Տիրոջը։ Տեր Զենոնի խոսքով այս մատնությունը կանխորոշված էր։ Զաքարիա մարգարեն ասել էր, որ Հուդան փրկչին կմատնի 30 արծաթով։ Քահանան մատնանշում է, որ Հուդան ազատ կամքով դիմեց այդ քայլին։ Հուդան ինքը գանձապահն էր եւ ինքը արծաթասեր էր։ Արծաթասեր էր եւ այդ իր արծաթասիրությունը պատճառ դարձավ մատնության։ Եթե չլիներ մատնությունը, չէր լինի եւ փրկությունը, ասում է քահանան եւ ընդգծում, որ Հուդան զղջաց արարքի համար, բայց հուսահատվեց։ Բնականաբար մենք մարդիկս նույնպես ունենում ենք սխալներ, կատարում ենք մեղքեր, բայց երբեք մենք հուսահատության չպիտի գնանք, որովհետև Հուդայի հուսահատությունը տեսանք ինչի բերեց ինքնասպանության, որը աններելի մեղք է։ Ողորմությունը մայրն է բոլոր առաքինությունների, իսկ արծաթասիրությունը մեղքերի։ Սուրբ Հովհան Ոսկեբերան։ Բոլորս էլ մեղավոր ենք, սակայն պետք է ոչ թե հուսահատվել, այլ գնալ Տիրոջն ընդառաջ։ Վաղը ավագ հինգշաբթի Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի հիշատակության օրն է։ Լուիզա Սուքիասյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։